Դուք երբևէ մտածել եք, թե ինչ կլինի, երբ ամբողջովին վստահ եք Աստծուն։ Ջորջ Մյուլլերը արեց հենց այդպես։ Նա բացեց մանկատներ 10,000-ից ավել երեխաների համար։ Ահա եւս զարմանալին։ Նա երբեք ոչ մեկից գումար չէր խնդրում։ Նա ուղղակի աղոթում էր եւ հավատում, որ Աստված իրեն կապահովի։ Մի անգամ առավոտյան ոչինչ չկար, որ երեխաները ուտեին։ Այդ ժամանակ Մյուլլերը հավաքեց բոլորին սեղանի շուրջ եւ սկսեցին աղոթել։ Շնորհակալություն հայտնեց սննդի համար, որ դեռ չկար։ Հանկարծ մեկը թակեց դուռը։ Դա տեղացի հացթուղթն էր, որը բերել էր թարմ հաց։ Նա ասաց. «Ես այս գիշեր չկարողացա քնել։ Ես զգում եի, որ Աստված ուզում էր, որ ես պատրաստեի սա ձեզ համար, բայց կարծես թե այսքանը դեռ ամենը չէ»։ Եվ մոտ 1 ժամ անց մանկատան կողքը կոտրվեց կաթի սայլակը։ Ի պատասխան օգնությանը երեխաներին տվեցին այնքան կաթ, որքան անհրաժեշտ էր ծարավը հագեցնելու համար։ Ջորջ Մյուլլերի կյանքը պարզ վկայություն է Աստծո ապահովության եւ օրինակ, որ մեր վստահությունը Աստծուն տալիս է հնարավորություն, որ տեղի ունենան հրաշքներ։ Կիսվեք մտերիմների հետ այս տեսանյութով եւ դրեք 100, եթե այսօր վստահում եք Աստծուն։ Եթե չեք հետևում իմ մեջին, ապա հավանական է, որ այլևս ինձ չեք տեսնի։ Իսկ եթե հետևում եք, ապա շնորհավորում եմ։ Դուք ամեն օր զարգանում եք մտավոր եւ հոգեվոր։